Մարիամ Գասյան կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովներից եք որ չներկայացա, ազդարելը իրոք պետք է լինի մանկուց մեր վարքագիծը ու մտածելակերպը պետք է փոխվի, որ հանրությունը պատրաստ լինի հասկանալու, որ ես պարտավոր եմ ազդարել կոռուպցիոն դեպքի մասին։ Բայց կարծիքներ հնչեցին իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ մենք շուրջ 7 տարի այդ վեճը ունենք, դրա համար հարցս երևի իրենց չեմ ուղղի, բայց այդ ազդարման խրախուսման մասով եմ ուզում հարցը տալ, արդյոք չեք կարծում, որ խզում կլինի այդտեղ գաղափարի եւ խրախուսման միջև, որովհետեւ եթե դա իմ պարտականությունն է, արդյոք այն հանգամանքը, որ ես ազդարելու եմ ու դրա դիմաց ստանալու եմ հատուցում, որևէ կերպ չի խաթարելու այդ ընդհանուր ազդարման գաղափարը կոռուպցիայի դեմ պայքարի։ Շնորհակալություն, ինձ թվում է շատ կարևոր հարց բարձրացրեցիք։ Մենք այս հարցին անդրադարձել ենք նաև մեր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման քննարկումների փուլում, որովհետև այդ մշակումներն էլ էին անցնում աշխատանքային խմբերի մակարդակով։ Ես անձամբ մտածում եմ, որ ազդարման գաղափարախոսությունը եւ հատուցման գաղափարախոսությունը իրարամերժ են։ Այն պահից, երբ որ մարդը դա անում է հատուցման համար, դա դրա մեջ այդ գործողության մեջ, այդ գաղափարի մեջ մտցնում է թե ինդիվիդուալ, թե շահադիտական եւ դրանից բխող դրանց ռիսկերը։ Այո, ընկալելի է, որ մենք ունենք միջազգային լավագույն ստանդարտներ, այդ թվում EU Directive-ը դրան ուղիղ հղում է անում, ուղիղ հղում չի անում, բայց խրախուսում է ներդնել նաեւ նմանատիպ մեխանիզմներ։ Այնուամենայնիվ, մենք երբ խոսում ենք լավագույն միջազգային ստանդարտների մասին, ես կարծում եմ, որ մենք անպայման պետք է մտապահենք այդ ստանդարտները տեղայնացնելու ընթացքում տեղական ենթատեքստը, մշակույթը հաշվի առնելով։ Ինչպես նշվեց, մենք բացի նրանից, որ գործողների ինստիտուտ ենք ունեցել, շատ հայտնի եւ տարածվածություն է ունեցել Անոնիմկաների ինստիտուտը ժամանակին, ուղղակի մարդուն վատություն անելու համար այդ տանոցները գրելու եւ այստեղ եթե դու գումարում ես եւս մի հատ monetary contribution դրա համար, դա դու կրկնակի ես բարձրացնում ըստ ինձ այդ ռիսկը։ Նման դիրքորոշում հայտնել են այդ իմ նշած ռազմավարական քննարկումների շրջանակներում նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ։ Միանշանակ չէ նաև կարծում եմ այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձը, որը զուգահեռ Եվրոպայի խորհրդի ստանդարտներին հանդիսանում է նաև նույնպես ստանդարտի շեմ, եթե դա կենտրոնական Եվրոպայի եւ 46 անդամ պետությունների փորձի մեծամասնություն է համարում։ Եվ ամփոփելով ասեմ, այո, մենք ուզենք թե չուզենք այս հարցը նույնպես պետք է վերանայման, հետագա քննարկման առարկասարքենք, միանշանակ այս հարցում պետք է դիմենք կրկին մեր միջազգային փորձագետներին, Եվրոպայի խորհրդի փորձագիտական մեծ համայնքին եւ կրկին ուզում եմ մատնանշել, որ ողջ այս գործընթացում պետք է հաշվի առնվի նաեւ մեր տարածքի, ժողովրդի, ազգի պատմության ենթատեքստը նույնպես։ Երկու բառով Տիկին Գալստյանը մեր դիրքորոշմանը շատ լավ ծանոթ է, ինչպես նշեց, արդեն երկար տարի այդ մասով քննարկում ենք։ Ես կկիսեի այդ կարծիքը, եթե մեզ մոտ իրավագիտակցությունը եւ հակակոռուպցիոն կրթությունը լուրջ հիմքերի վրա դրված լիներ։ Առաջին անգամ այս տարի 5-րդ ռազմավարության շրջանակներում մեզ մոտ նոր որպես թիրախային սուբյեկտ դրվել են, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, դպրոցական տարիքից սկսած, նոր արդեն ավելի վերև, ավագ սերունդ եւ այլն։ Հիմա եթե մենք նորից սպասենք, տեսնենք ռազմավարությունը ինչ արդյունք է տալու, մարդիկ արդյոք գաղափարի համար շարունակելու են ազդարարել, հետո քննարկել խրախուսման համակարգը, մենք նորից հերթական 3-4 տարին են կորցնելու ու նորից կհավաքվենք այստեղ, կսկսենք քննարկել խրախուսման համակարգի կարևորության մասին։ Շեմի մասով ես այդուհանդերձ կարծում եմ, որ սիմվոլիկ գումար դնելը ու համաձայն եմ նաև միջազգային փորձագետի այս կարծիքի հետ, որ դա ուղղակի ձևական կլինի եւ խրախուսման համակարգը չի աշխատի։ Այստեղ տարիներ շարունակ այդ փորձը դրված է, երբ որ կոնկրետ հարաբերակցությամբ արվում եւ դա դիտարկվում է որպես խրախուսում
ոչ թե ուղղակի սիմվոլիկ փոխադարձ վերաբերմունք պետության կողմից։ Արևելյան գործընկերության երկրներից արդեն Ուկրաինան ներդրել է այս փորձը, եվրոպական երկրներից Լիտվան, Սլովակիան ներդրել է։ Դեռ չեմ խոսում ԱՄՆ-ի մասին, որ շատ առաջավոր է, իր մոտ արդեն կետանն է ներդրված, որ քաղաքացիներն են դիմեն դատարան։ Կարծում եմ մենք շատ ուրախ ենք նաև, որ միջազգային փորձագետի հետ մի ուղղությամբ ենք մտածում, այդ թվում նաև հանրության ազդարարման մասով, որ մեր մոտ պետք է վերանայենք այդ պայմանները հանենք եւ ուղիղ դիմելու հնարավորություն տան, թիրախը դիտարկելով նաև ԶԼՄ-ներին այս դեպքում աշխատելու առումով նկատի ունեմ։ Շնորհակալություն, պարոն Բաբայան։ Ես էլ կարճ ուղղակի արձագանք եմ, լիարժեք համաձայն եմ իմ գործընկերների ասացի հետ, որ այդ գործիքակազմը այս փուլում գոնե բավականին կարա նպաստի գործին, ինչի, որովհետև տեսեք ազդարարումը ինքը կամային վարքագծի դրսևորում է, ինքը պետք է ունենա իր մոտիվացիան։ Ինչի համար է մարդը մոտիվացվում որևէ քայլի հատկապես ազդարարման, չէ՞, տարբեր մոտիվացիա բաներ կարա ունենա, չէ՞, շահագրգռվածություններ, մի դեպքում իր անձնական խնդիրն է նաև դրանով լուծում, մի դեպքում ինքը իրան համարում է հասարակության մի մասնիկը եւ այն ինչ որ վտանգավոր է համարում հասարակության, չարիք համարում հասարակության համար, նաև համարում է այդ իր համար է չարիք եւ իր պարտքն համարում դրա դեմ պայքարի, մի դեպքում իր վարքագիծը մի դեպքում իր գործողությամբ ինքը ուզում է տարբերվի մյուսներից, որպեսզի իրան հպարտանա, ինքն էլ հպարտանա, իրանով հպարտանա, եւ մյուս դեպքում էլ միգուցե մոտիվացնողը ֆինանսական խնդիրների լուծումն է իրար։ Իդեալական տարբերակում, երբ որ մարդիկ իրենց պարտքը կատարեն առանց որևէ նյութական շահագրգռվածության, հա, բայց քանի դեռ մենք դրան հասնելու ճանապարհ ունենք, իսկ մենք այդքան չենք կարա սպասենք մինչև բոլորը այդ պարտքի գիտակցումով բանանը, նոր մենք պայքարենք կոռուպցիայի դեմ, մենք այդ գործիքը պետք է օգտագործենք եւ այդ փողով պարտքը կատարելը իհարկե այտենց չակերտավոր թաղմանը փողով լացելու նման բան է ստացվում, դա արդեն ժամանակը կգա, ինքը դուրս կգա, արդեն ավտոմատ դուրս կգա, եթե մենք հասնենք դրան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, երևի ես էլ երկու բառ ավելացնեմ, իրականում շուկայական հարաբերությունները այս ոլորտ մտցնելը ես կարծում եմ ուղիղ ճանապարհ արժեզրկելու հենց ամբողջ արտադրման համակարգը։ Ես հասկանում եմ գործընկերներիս մոտեցումները, բայց ես կարծում եմ, որ մարդ պետք է հենց բացառապես մոտիվացիայի հիման վրա լինի։ Եթե ինքը գնում է ֆինանս ստանալու ճանապարհով, թող գնա քննչական մարմիններում աշխատի, դատախազությունում եւ այլն, կան մարմիններ, որոնք ի պաշտոնե աշխատավարձ են ստանում դրա համար եւ զբաղվում են այդ գործով։ Բայց մարդը, օրինակ ես իմ օրինակով մտածում եմ, ես ինչով եմ մոտիվացվում, երբ որ իմ կյանքի ամիսներ բառից բուն իմաստով գումարային հիմա որ գումարում եմ, նվիրում է այդ հետաքննությունները անցկացնելու, հետո դա լուսաբանելու, հրապարակելու, պարզ արդարության զգացմունքը, նույնիսկ այդ պարտքի զգացմունքը, արդարության զգացմունքի շարունակություն եմ ես որ դիտում, որ պետության մեջ, երբ որ ես տեսնում եմ այսպիսի բաներ, ես ուզում եմ անպայման բարձրաձայնեմ եւ հրավիրեմ ուշադրություն նաեւ իրավապահ մարմինների։ Իսկ առանց հետո մեր մշակույթի մեջ ցավոք սրտի ազդարման այդ մոտեցումը թիրախավորված է կարծրատիպերի կողմից, մեր մշակութային ավանդական կարծրատիպերի կողմից։ Առանց հետո ինքը խոցելի է։ Հələ մենք մի բան էլ սրան ավելացնենք, որ մարդ ազդարման համար պետք է գումար ստանա, ու այդ արդեն արժեզրկման շատ լավ հիմքեր է նախապատրաստում։ Ես կարծում եմ ձեր մտահոգություն Տիկին Գալստյան տեղին է։ Շնորհակալություն։